Այո, կա նաև այս տեսակետը, ոչ թե տեսակետը, սա փաստ է, որ դաշտանի ժամանակ ինֆեկցիաների փոխանցման ռիսկը ավելի մեծ է լինում։ Սա ունի մի քանի պարզ բացատրություն, քանի որ դաշտանի ժամանակ արգանդի վզիկը գտնվում է հնարավորինս բաց վիճակում, ապահովելու համար ներսից ոչ պիտանի լորձաթաղանթի, քայքայված բջիջների եւ այլնի արտահոսքի համար պայմաններ են ստեղծված։ Պայմանը դա բաց վզիկն է, այսինքն վզիկը ինչքան բաց է լինում, այնքան ինֆեկցիայի ներթափանցման զուտ մեխանիկորեն ինֆեկցիայի ներթափանցման ռիսկը լինում է ավելի բարձր։ Նաև այստեղ մենք պետք է հաշվի առնենք, որ դաշտանային արյունը իրենով լինելով ինֆեկցված եւ ոչ մաքուր արյուն, գիտեք, շատ կրոնների մեջ նույնիսկ դաշտանի ժամանակ հատկապես իսլամական եւ մուսուլմանական երկրներում այդպես է համարվում, որ դաշտանի ժամանակ կինը մաքուր չի, ինքը պետքա ճաշ չպատրաստի, չգիտեմ, ձեռք չտա ինչ-որ սպասքին եւ այլն բան, այսինքն իրենք տեսեք ինչ տեսանկյունից են էլի այդ ամեն ինչին մոտիկանում, որ դա համարվում է մի ընթացք, որտեղ երբ կինը ինքնամաքրման process-ի մեջ է գտնվում եւ իրան հնարավորինս ազատում են բոլոր հոգսերից եւ խնդիրներից, ասում են մաքրվի նոր արի, այսինքն կոպիտ է հնչում, մենք չէ, մենք հակառակը մտածում ենք եւ ուզում ենք բժիշկից կորզել այդ նախադասությունը, որ ինչ կլինի, որ հենց դաշտանի վաղ սեքս անենք։ Դաշտանի ժամանակ դուրս եկող արյունը իրենով արդեն իսկ ինֆեկցված արյուն է եւ պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ինֆեկցված արյունը հնարավորինս ազատ մաքրվի գնա օրգանիզմից։ Իսկ յուրաքանչյուր կոնտակտ ստեղծում է հակառակ նախապայմանը, արյան հետադարձ է ապահովում դեպի հեշտոցի հետին կամար եւ արգանդի վզիկ, այսպեսով ոնց որ մենք խոչընդոտ հանդիսանանք այդ պարագան, որպեսզի կնոջ ինքնամաքրման process-ը լիարժեք իրականացվի։ Մնացած օրերին եղեք ակտիվ, այդ օրերին հնարավորինս պասիվ։ Կարծում եմ դա առողջության շատ լավ գրավական կլինի։